Համաձայն փորձագիտական գնահատականների 2025 թվականին Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել մոտ 530,000 տոննա գյուղատնտեսական արտադրանք, ավելի քան 470 միլիոն դոլար արժողությամբ, հայտնում է Ագրոէքսպորտը։ Արժեքային առումով Ռուսաստանից Հայաստան արտահանվող ամենաթանկ գյուղատնտեսական արտադրանքը ցորենն է։ Ռուսաստանը նաև Հայաստան է արտահանում թռչնամիս, խոզիմիս, ջուր, սոուսներ, շաքար պարունակող հրուշակեղեն, մակարոնեղեն եւ այլ տնտեսական արտադրանք։ Վերջին 6 տարիների ընթացքում արժեքային առումով արտահանման ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ կամ 58%-ով։ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է չգործող պոչամբարների ազդեցության գնահատում շրջակա միջավայրի վրա։ Ըստ ներկայացված տվյալների երկրում առկա 22 պոչամբարից 7-ը գործում են, իսկ 9-ը դեռ պետք է բերվեն անվտանգ վիճակի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չի արձանագրվել։ Գործընթացում ներգրավված մարմինները նշում են, որ առկա են անհրաժեշտ մասնագիտական եւ տեխնիկական հնարավորություններ հետագա գնահատումները շարունակելու համար։ Հայաստանի կենտրոնական բանկում քննարկվում է ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու գործող նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով արդեն մշակված են հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են դրվել քննարկման հիմքում։ Քննարկումների շրջանակում դիտարկվում է նաև բանկային շուկա նոր խաղացողների մուտքի հարցը, այդ թվում ներդրումային ընկերությունների կողմից հավելյալ ծառայությունների մատուցման հնարավորությունը։ Երևանում նախատեսվում է գործարկել Yes Parking բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նաև կայանման վճարումներ։ Հավելվածը ամբողջությամբ կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Այն հնարավորություն կտա վճարել ոչ թե ֆիքսված ժամային սկզբունքով, այլ ըստ փաստացի կայանման տևողության։ Օգտատերը կակտիվացնի հավելվածը կայանելու պահին եւ կանջատի այն ավարտին, իսկ վճարը կհաշվարկվի այդ ժամանակահատվածի հիման վրա։ Հավելվածի միջոցով վարորդները կարող են տեսնել նաև կայանման հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ծախսերը գերազանցել են 42 միլիարդ դոլարը։ Հաշվարկները հիմնված են Պենտագոնի կոնգրեսին ներկայացված զեկույցի վրա, ըստ որի ռազմական գործողությունների առաջին 6 օրերի ծախսերը կազմել են 11.3 միլիարդ դոլար։ Հետագա փուլում ծախսերը գնահատվում են մինչև օրական 1 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկայացված տվյալները կարող են չարտացոլել ամբողջական պատկերը եւ որոշ գնահատականներով իրական ծախսերը կարող են ավելի բարձր լինել։ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2027 թվականի ֆինանսական տարվա ֆեդերալ ծախսերի նոր առաջնահերթությունների ծրագիր, առաջարկելով ռազմական ծախսերի զգալի աճ եւ ոչ ռազմական ծախսերի կրճատում 10%-ով։ Ըստ նախագծի պաշտպանության բյուջեն կկազմի 1.5 տրիլիոն դոլար, ինչը ներառում է 500 միլիարդ դոլարի չափով նոր ֆինանսավորում, նախատեսված ոսկե գմբեթ ծրագրի կարևոր հանքանյութերի պաշարների համալրման եւ նավաշինության ընդլայնման համար։ Զինվորականների վարձատրությունը պլանավորված է բարձրացնել 5-ից 7%։ Աշխարհի ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է մոտ 15.6 դոլար 1 գալոնի համար, հաղորդում է CNN-ը։ Դա նշանակում է, որ Հոնկոնգում 1 լիտր բենզինը փոխարկվելով արժե ավելի քան 1500 հայկական դրամ։ Պարսից ծոցի նավթ արտադրող պետությունների միջև հակամարտությունը եւ Հորմուզի նեղուցով անցնող կարևոր նավթի եւ գազի փոխադրման ուղու փաստացի փակումը վերջին 1 ամսվա ընթացքում հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի կենտրոնական բանկը իրավունք կունենա սահմանափակել բանկերի ներդրումները կրիպտոակտիվներում եւ արգելքներ սահմանել ֆինանսական հաստատությունների համար որոշակի թվային արժութային գործարքների վրա։ Օրինագիծը թույլ է տալիս լրացուցիչ կանոններ սահմանել կրիպտոարժույթներով աշխատող առևտրային բանկերի համար, անկախ նրանից, թե նրանք կրիպտոարժույթները գնում են իրենց համար, թե հաճախորդների։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունեն անչափահաս երեխա եւ չունեն գրանցված ամուսնություն։ Կառավարությունը հաստատեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբացելու նախագիծը։ Վերաբացման հիմքում դրված են 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ Միաժամանակ այն
ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին, թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես վարք ու վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ այս պահին բնակչության թվի եւ փաստացի շահառուների հարաբերակցությունը չի գերազանցում 10%։ Այստեղ ընդգրկված են 49 սահմանամերձ գյուղական բնակավայրեր։ Ըստ Ղարագյոզյանի գործում է նոր պայման, քանի որ ստացվել էին դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից մարդիկ եկել եւ տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Որոշվել է, որ այս նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է տվյալ բնակավայրում հաշվառում։ Երրորդ ուղղությունը, որով վերաբացվել է ծրագիրը, վերաբերում է այն ոչ սահմանամերձ բնակավայրերին, որտեղ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են դպրոցներ եւ որտեղ աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%։ Ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 1 տարին ունենա տվյալ գյուղական բնակավայրի հաշվառում, իսկ եթե խոսում ենք դպրոցներով պայմանավորված նոր ոչ սահմանամերձ առանձին բնակավայրերի քվոտաների մասին, ապա այստեղ երեխան պիտի լինի 10 տարին չլրացած եւ ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա վերջին 1 տարվա հաշվառում Երևան քաղաքում եւ անշարժ գույք Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Վաղանից, Բերքաբեր, Ոսկեպար եւ Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է, եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է եւ հաշվառված է տվյալ բնակավայրում։ Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026-ին ավելանա 1170-ով, ընդ որում ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։ Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի փոփոխություն, կլինի շուրջ 1 միլիարդ 398 միլիոն դրամի ավելացում։ Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ։ Միևնույն ժամանակ ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով համակարգը թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։